Բարև ձեզ, Համեկ Փիլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ եմ։ Գիտեք, որ վերջին շրջանում այլ ավելի է լարվել իշխանությունների եւ հոգեվորականների բարձրաստիճան հոգեվորականների միջև լարվածությունը, արդեն մի քանի ամիս է, որ բարձրաստիճան հոգեվորականներ կան ձերբակալված, իշխանությունները փորձում են հասնել Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի, ամեն դեպքում հանգուցալուծվելու կամ այդ լարվածությունը հոգեվոր եւ քաղաքական իշխանությունների միջև դեռևս չի երևում, հակառակը գնալով լարվում է։ Դուք ինչ որ ելք տեսնում եք։ Իհարկե, ես ելքը ասել եմ, բազմիցս եմ ասել, որ միայն լայն հասարակական մտավորականության քննարկման պայմաններում երկու կողմերին էլ հնարավոր կլինի, ասենք, ներկայացնել այն ամենը, ինչը որ կտանի դեպի ճանապարհը կտանի դեպի հաշտեցում կամ գոնե պասիվացում այս կոնֆլիկտի, որտեղ մենք գտնվում ենք ծայրահեղ լարումների մեջ, եթե մենք փորձենք պատկերացնել, թե ինչպիսի խճապատկերի մեջ է հայտնվել Հայաստանը այսօր եւ ինչ ուղի է ընտրել ներկայիս իշխանությունները, իհարկե այդտեղ բազմաթիվ հարցեր կան, բայց ճիշտ կլինի, որ դա լայն այդպիսի երկխոսության արդյունքում մտավորականության ազդեցիկ ներկայացուցիչների միջև դառնա ժողովրդի կողմնորոշումը։ Այդ դեպքում որևէ իշխանություն ի վիճակի չի, ոչ հոգևորը, ոչ քաղաքական իշխանությունը երկրի ի վիճակի չի կասեցնել հաշտեցման process-ը։ Ես այդպես եմ պատկերացնում։ Որովհետեւ խոսափենք ցնցումներից, ես դա էլ ասեմ կներեք էլի։ Որովհետեւ խոսափենք ցնցումներից, քանի որ այդպիսի շռայլություն, փողոցային շարժման փեղափոխություն եւ այլն, ճնշել դուրս բերել իշխանություններին, ճնշել դուրս բերել կաթողիկոսին, դա հնարավոր բան չի։ Եկեղեցվո օրենքների շրջանակում դա հնարավոր բան չի, ինչի հետևանքը եղել են բազմաթիվ սպանություններ, առավել եւս իշխանությունների խնդիրը այսօր չպետք է այդպես լուծվի, որովհետեւ մենք գտնվում ենք ուղղակի հրեողակի մեջ։ Այսինքն մի կողմից Ադրբեջան, մյուս կողմից Թուրքիա, մեծ Թուրան ծրագիր եւ այլն, եւ այդ պայմաններում մենք հանկարծ ներսում սկսում ենք ինչ-որ մի գործընթաց, որը պառակտում է ներքին ողջ գոյություն ունեցող միասնության շանսը։ Այսինքն ոչ հոգեվորականները, բարձրաստիճան հոգեվորականները պահանջեն իշխանությունների հրաժարականը, ոչ էլ իշխանությունները կաթողիկոսի հրաժարականն է։ Դուք գիտեք, որ հոգեվորականները Բագրատ Գալստանյանի շարժումը պահանջում են եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան հոգեվորականներ միանում էին ընդդիմության Ես դեմ չեմ, Բագրատ Գալստանյանի շարժումը դա քաղաքական նպատակով շարժում էր, իսկ կաթողիկոսի կողմից օրհնված, ինչպես Բագրատ Գալստանյանն է նշում, հորդոր է ուղղակի ուղղել իշխանություններին, եկեղեցին երբեք այդպիսի ծայրահեղականության չի գնում։ Հիշեցնեմ էլի, որ կարմիր կարդինալներ կային, կարմիր էին կոչվում այն բանի համար, որ զենքը ձեռքին կռվում էին լատինամերիկյան հեղափոխություններում ընդդեմ շահագործողների, ինչպես իրենք էին համարում, բայց Հռոմի Պապը դա չէր նշանակում, Հռոմի Պապը նրանց կողմից էր, այդ մարդիկ ունեին իրենց ազատության շրջանակը, այստեղ էլ Բագրատ Գալստանյանը ուներ իր ազատության շրջանակը եւ ինքը այո քաղաքական օրակարգով էր փորձում գործել, իսկ կաթողիկոսը իհարկե համարում էր, որ ինքը պետք է հորդորի, որ ամեն բան ավարտվի խաղաղությամբ, այն տեսակետից, որ բայց հրաժարականը երկրի իշխանությունները ըստ այն ամենի, ինչը վաստակել են այս տարիների ընթացքում, այնուամենայնիվ այսօր կարող է դառնալ վնասակարել։ Այդ դեպքում համարժեք չի իշխանությունների կամ Նիկոլ Փաշինյանի պատասխանը հոգևոր վերնախավին, որ պետք է հրաժարական տա, որ ձերբակալություններ կան, տարատեսակ հայտարարությունների կամ գործունեության համար, ինչ հրաժարական տա, էլի, կաթողիկոսը, հասկացանք, ուղղակի ինչ հրաժարական տա, կաթողիկոսը օցիալ է, նրան հանել չկա, հրաժարական տալ չի կարող, որտեղ Աստծո կողմից է ընտրված, եթե նրա ուժերը բավարար են, իսկ նրա ուժերը բավարար են։ Այնուամենայնիվ մարդիկ են ընտրել հոգևորականներ նաև։ Չէ։ Մեզանում մեր կանոնը այդպիսին է։ Այսինքն, եթե ընտրվում է, ընտրողները հոգևորականները չեն, դա էլ ձեզ ասեմ, ընտրողների մեծամասնությունը ճնշող դրանք աշխարհիկներ են, դրա համար է կոչվում եկեղեցի։ Այսինքն նա ներկայացնում է հայ ժողովրդին, բայց այդտեղ գործում է Աստված ուղղակի։ Եվ այն բանից հետո, երբ որ 12 եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ դրեցին ձեռքերը, սույն անձը դառնում է օծյալ,
Այսինքն Հիսուսից հետո երկրի վրա նա է պատասխանատու։ Հիսուսն է որպես Աստված, Աստվածորդի եւ կաթողիկոսը։ Նույն բանը կարելի է պատկերացնել, նույնն է Հռոմում, նույնն է վաղ շրջանի եկեղեցիներում եւ այս տեսակետից ասենք ոչինչ այդտեղ չի կարող տատանվել, որովհետեւ եկեղեցին ինքը նախ տրադիցիոնալիստական երևույթ է եւ ընթացք եւ մյուս կողմից պարտադիր պետք է մենք հիշենք, որ մեր եկեղեցին նաեւ համաշխարհային կառույց է։ Երբ որ մենք խոսում ենք մեր իշխանություններից եւ խոսում ենք եկեղեցուց, ուրեմն պետք է լավ պատկերացնենք, որ իշխանությունները միշտ սահմանափակ ժամանակով են, կլինի դա անգամ ժառանգական իշխանություն միապետական, միևնույն է, նա ունի իր ժամանակը, որից հետո նա ավարտում է մեկ այլ իշխանության ձև կամ մեկ այլ դինաստիա է գալիս իշխանության, իսկ եկեղեցին 1700 տարի է շարունակում է իր գոյությունը եւ այսպես էլ շարունակելու է։ Կարող է համրաքայլ, կարող է ոչ ծայրահեղական դրսևորումներով, բայց այնուամենայնիվ եկեղեցու թիկունքում կանգնած զանգվածը հայ քրիստոնյաների զանգվածն է, որոնք ճնշող մեծամասնություն են Հայաստանում անվիճելիորեն։ Պարոն Խաչատրյան, այնուամենայնիվ համարժեք չէր իշխանությունների հակադարձումը եկեղեցում, բացահայտումները, պահանջները եւ ընդհանրապես ինչ տեղի ունենում եկեղեցու նկատմամբ իրավապահ մարմինների կողմից եկեղեցականների քաղաքական գործունեությանը կամ քաղաքական հայտարարություններին։ Այսինքն քաղաքական գործունեության դեպքում, երբ որ մենք ասում ենք, մենք պատկերացնում ենք, որ պետք է հալածանքի ենթարկվի որևէ մեկը, որը քաղաքական գործունեությամբ զբաղվում է Հայաստանում։ Չէ, ես դա նկատի չունեմ։ Երբ որ մենք ասում ենք եկեղեցականը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, այդ դեպքում բերեք ասենք թե իսկ ինչ կա քաղաքականությունից դուրս։ Քաղաքականությունից դուրս որևէ բան կա։ Երկրում որևէ բան քաղաքականությունից դուրս կա, ոչ եկեղեցին է քաղաքականությունից դուրս, ոչինչ քաղաքականությունից դուրս չկա, մեջ բերեմ օրինակը, էլի, այսպես ասած, Այաթոլլահ Խոմեյնուն բոլորս ճանաչում ենք, հիշում ենք իսլամական հեղափոխության հիմնադիրը եւ իսլամի զարգացման մեջ ամենամեծ դերը խաղացած անձանցից մեկը 20-րդ դարում նա գրում էր իսլամում քաղաքականությունից բացի ոչինչ չկա։ Այսինքն կամայական կառույց ինքը եթե հասարակության մեջ է գործում, նրան այսպես թե այնպես շոշափում է քաղաքականությունը, ինչպես է բոլոր անհատներին է շոշափում։ Եվ այդ անհատները իրենց ազատության շրջանակը ունեն եւ եթե նրանք չեն վնասում տվյալ իրավիճակին եւ չեն դավաճանում իրենց այսպես կոչված հայրենիքին, հա, նրանք կարող են եւ քննադատել, կարող են եւ դուրս գալ հանրահավաքների, չգիտեմ, 1001 քաղաքական իսկ եկեղեցուն ներսում այդ բացահայտումները, որ արվում են։ Լավ, բացահայտումները եկեղեցին քանի հոգեվորական ունի։ Հարավոր։ Շատ։ Նույն այսպես ասենք միայն եպիսկոպոսների քանակությունը 55-ից ավել է։ Հիմա եթե մենք 5 մարդ գտնում ենք, որոնք ունեն ինչ որ շեղումներ, դրանից հետևում է որ 1700-ամյա եկեղեցու, որի մասին կասկածներ կամ կասկածներ կան։ Իշխանությունները պատրաստվում են հրապարակել նաև փաստեր զավակ ունենալու։ Ուրեմն այդ կասկածները հարաբերական երևույթ են, որովհետև եկեղեցու օրենքով կամայական կասկած կարող է լինել, բայց տրադիցիոնալիստական ընթացքը եկեղեցու չի ենթադրում կուսակրոնության այնպիսի խիստ կարգավիճակ, որի համար պետք է որևէ մեկը պատասխան տա առավել եւս հրաժարվի կաթողիկոսական իր օցիալությունից։ Այդպիսի բան չի կարող լինել։ Թեև կանոնակարգը եկեղեցական թույլ չի տալիս որ կաթողիկոսը խախտի կուսակրոնության ուխտը, բայց նաև խիստ պատիժ է։ Ով է ասել դա որ չի թույլ տալիս խախտել։ Թույլ տալիս է։ Բերեք կոնկրետիկայի գանք, էլի։ Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած է եղել, թե չէ։ Հիմնադիրը մեր եկեղեցու ամուսնացած է եղել։ Ունեցել է 2 տղա, երկուսն էլ եղել են կաթողիկոս, մեկը ամուսնացած, մյուսը ոչ։ Հիմա Սահակ Պարթևը ամուսնացել է եղել, թե ոչ։ Երբ որ մենք խոսում ենք եկեղեցուց, որը տրադիցիոնալիստական կառույց է, որպեսզի համանման կետ գոյություն ունենա, նա պետք է գոյություն ունենա կանոնագիր կայացում, եւ պետք է գոյություն ունենա, կարող է գոյություն ունենա եւ քննարկման դրվի, ասենք նաեւ Մխիթար Գոշի դատաստանագրքում։ Ոչ մեկում ոչ մյուսում չկա, որովհետև եթե ունես այդպիսի տրադիցիա, դու չես կարող ոչ թե թույլատրվում է, նա չի կարող կոշտ գործել որևէ բան։ Ինչից է առաջացել այդ կուսակրոնությունը։
կուսակրոնությունը առաջացել է նրանից, որ եկեղեցին իր տնտեսական հզորությունը, քանի որ շատ մեծացել է, պետքա պահպանել եւ թույլ չտալ տրոհել, որովհետեւ եթե ամուսնացյալ էին հոգեվորականները իրենց ворթիքի վրա էր անցնում այն ամենը, ինչ նվեր էին տալիս եկեղեցուն։ Սա երևույթը, որը սկսվել է Եվրոպայում, ոչ թե Հայաստանում, Գրիգոր Մեծն է սկսել, մեծ պապ, ամենա խոշորագույն պապերի թվին դասվողը, հա դա տարածվել է ամբողջ քրիստոնեության շրջանակում, բայց այնպիսի խստությամբ ինչ որ փորձում են պատկերացնել, կիրառել, մի բան էլ հիշենք էլի, որ կամայական թույլ տված զեղում, շեղում, անգամ ինչ որ մեղք եկեղեցում կարող է փարատվել ապաշխարությամբ։ Ապաշխարությունը լինում է 3 տարով, 4 տարով, 7 տարով եւ ապաշխարության գաղտնիքը որպես այդպեսին եկեղեցին իրավունք չունի հաղորդել հասարակությանը։ Ճիշտ այնպես, ինչպես Խոստովանամքը իրավունք չունի։ Այսինքն կաթողիկոսը եթե զավակ ունի, կարող է ապաշխարել։ Լսեք, այդ եթեներով երբ որ մենք խոսում ենք, չէ, գիտեք, մենք այստեղ խախտում ենք մի բան, որը չի, դե թող հերքեն։ Չէ, հիմա թող ասում եք հերքեն։ Հիմա առանձին վերցրած մարդու անձնական կյանքը մենք որ իրավունքով ենք մտնում։ Մեր սահմանադրությամբ անձնական կյանքը պահպանված է թե ոչ։ Այսինքն երբ որ դնում ենք նկար, նկարի տակ գրում ենք, որ սա կաթողիկոսի երեխան է, այն։ Ես նորից եմ կրկնում, եթե կա այդպիսի օրենք, դնենք եւ այդ օրենքը դիտարկենք։ Եթե չկա, այդ խոսակցությունները օթում խոսակցություններ են։ Եկեղեցվո օրենք, որով նա աշխատում է ամբողջ աշխարհով մեկ։ Այնուամենայնիվ ձեր կարծիքով եկեղեցում որոշակի բարեփոխումներ պետք է արվեն, որովհետև կարծեք թե այն եկեղեցու ներսում կատարվածն էլ բավականին այնինչ որ հրապարակվել է եւ սպառնում են, որ կհրապարակեն դեռ շատ բաներ կան, դրանք բավականին խոսուն են։ Ինչ որ բաներ բարեփոխումների անհրաժեշտություն կա, ինչպեսի պահանջներ կան իշխանություններին։ Այդպիսի հսկայական համակարգ, որը համաշխարհային է եւ չունենա ինչ որ բարեփոխումների կարիք չկա ուղղակի։ Վերցրեք ամենակատարյալ համակարգերը։ Այո, բարեփոխումներից ճիշտ կլինի, որ մեր եկեղեցին որպես էկումենական շարժման սեղանը այստեղ գլխավորող համեմատաբար ավելի մտնի այդ վեճերի մեջ կրոնական տարաբնույթ խոսակցությունների շրջանակը, բայց ինքը իրան թույլ չի տալիս առայժմ։ Ես օրինակ որպես կրոնագետ գտնում եմ, որ հա, ճիշտ կլինի, որ մեր հոգևորականությունը նաև ունենա փաստարկում այնպիսի խորության, որ ասենք ներկայանալիության տեսակետից կգերազանցի մյուս բոլոր դենոմինացիաները, ուղղությունները, որոնք գոյություն ունեն Հայաստանում։ Ինչ նկատի ունեք։ Ավելի բարձ։ Դե ընթանում է այդպիսի բարբերաբար դիսպուտներ, այդ դիսպուտները ընթանում են բողոքական ուղղությունների միջև եւս, հենց ներսում իրենց, ասենք Եհովայի վկաները, միշտ դիսպուտներ, այդ դիսպուտներին ված չէ լինի, որ նաեւ մասնակցություն բերեր իր հայոց առաքելական եկեղեցին, սեփական առավել եւս երբ որ ես լավ գիտեմ, որ նրա հետևում ով է կանգնած, էլի, հայոց առաքելական եկեղեցու թիկունքում, այդ ուսմունքի թիկունքում կանգնած են ռահվիրաներ, համաշխարհային քրիստոնեության մեջ առաջին տասնյակից ոչ պակաս կանգնած մարդիկ են, որոնք քրիստոնեությունը արարել են եւ այդ արգումենտացիան թողնել եւ չդնել մեծ շրջաբերման մեջ, ես համարում եմ, որ այնքան էլ ճիշտ չի, բայց դա այն չի, ինչի համար պետք է ինչ մենք որոշենք, որ եկեղեցին պետք է մինչեւ վերջ մի հատ փորձենք իջացնենք, չենք իջացնելու։ Մարդիկ կբթանան որոշ ժամանակ հետո, իսկ հասարակությունը մեր որպես պետություն նաեւ կներքաշվի համակարգային ճգնաժամի մեջ։ Նա 1-2 քայլ է մնացել։ Ես տեսնում եմ այդ ամեն ինչը, դրա համար եմ ես պարբերաբար ասում եմ, ես ալարմիստ չեմ, երբևէ ես ինձ թույլ չեմ տվել այդ ալարմիզմով զբաղվել, որ հայ վերջացավ ամեն ինչ, սուզվեցին, գնացինք, չէ, բայց մենք ընթանում ենք դեպի այդպիսի լուրջ ճգնաժամ։ Որովհետև եկեղեցու եւ քաղաքական իշխանության միջև լարվածություն կա, հակասություն կա, դրա պատճառով։ Իհարկե, եթե այսպես շարունակվեց, մենք կգանք այնպիսի ճգնաժամի, որից դժվար է պատկերացնել, թե ինչպես դուրս կգանք։ Բայց հասարակությունը, պարոն Խաչատրյան, ես չեմ տեսնում, միգուցե դուք եք տեսնում, չկան ամեն դեպքում զանգվածային ինչ-որ պաշտպանություն այս լարվածության հարցով ոչ իշխանությանը եւ ոչ էլ եկեղեցուն։ Կարծեք թե пассив անտարբեր վիճակում, կարծեք թե դիտում եք ինչ է կատարվում։ Ես դեմ եմ համանման ձեր ասած, ասենք, պաշտպանությանը, ինչու, որովհետեւ այդ դեպքում ստացվում է, որ եկեղեցու եւ իշխանության միջև պետք է հարվածների փոխանակություն գնա, մեկը մյուսին խփի եւ այլն,
Իշխանությունն է անում, եկեղեցին ոնց որ տեսնում եք, հələ եկեղեցին էլ հակադարձում բան չի անում, չէ։ Քննադատում է, պահանջում է։ Չէ, ի՞նչ է պահանջում, պահանջում է որ չի կարելի։ Հիմա ով է պահանջում, եկեղեցին է մեր պահանջում ավելի շատ, թե եկեղեցիների միջազգային խորհուրդը, որը ասել է, որ անթույլատրելի է եւ մենք դատապարտում ենք այն, ինչը որ դուք անում եք հայոց առաքելական եկեղեցու դեմ։ Այն բանից հետո, երբ որ Հռոմի Պապի մոտ ասենք եղել է մեր երկրի ղեկավարը, բարի դրացիական հարաբերություններ ա ունեցել Հռոմի Պապի հետ, բայց Հռոմի Պապը որևէ յոտա քայլ չի արել այդ որոշումը կասեցնելու համար։ Եթե նա ուզենար, իհարկե ամենամեծ կազմակերպությունն է քրիստոնեական, նա կարողանար ինչ որ բանով խոտորնակ դնել դրան, բայց ոչինչ տառացիորեն։ Հիմա մեր եկեղեցու մի ուրիշ հատված Կիլիկիո Անտիլիասի կաթողիկոսը, ասենք նա ինչ է, նա ասում է որ հա դե ոչինչ, չէ։ Չէ, մտահոգություն է արտահայտում։ Բայց մյուս բանն էլ կա, չէ։ Երբ որ դուք ասում եք ժողովուրդը պետքա դուրս գա եւ պաշտպանի, այդ ճիշտ չի որ ժողովուրդը դուրս գա ու պաշտպանի։ Որովհետեւ ժողովուրդը միշտ վախենում է ինստիտուտներից։ Եվ եթե ինստիտուտները դու աշխատացնում ես ընդդեմ եկեղեցու, դա հա, ինչ որ ժամանակավոր վախ է։ Բայց այդ դեպքում իշխանությունն էլ պետք է իրան հաշիվ տա, որ եթե այդ վախն անցավ, ինչ ալնելու։ Այսինքն այդ ժողովուրդը հիմա մենք գնում ենք կամայական մի հատ գյուղ, որևէ հեռավոր, ծայրամասային, ինչպես ասում են, հա։ Եվ հարցնում ենք, այս մարդիկ ինչ դավանանքի են, ինչ են ասում իրանք։ Ասում ենք հայ քրիստոնյաներ ենք, չէ՞։ Իրանք չգիտեն այդ քրիստոնեությունը խորությամբ, որ հարցնեք իրանք սպասել չեն պահում, կարող է աղոթել ինչ որ ես իմ ամիսը մեկ մի հատ աղոթեն, չաղոթեն այդ մարդիկ, բայց միևնույնն է, նրանց դու այդ դիրքից հետ չես տանի։ Եվ սա մեր երջանկությունն է, որովհետև մեր ծանրության կենտրոնը հենց այդ 86-87% իրենց հայ քրիստոնյաներ համարողներն են։ Տեսեք Ամերիկայում հիմա այսօր ասում են, որ այդ WASP կոչված white Anglo-Saxon Protestants այլ կերպել են ասում, բայց նրանց տոկոսային քանակը 50-ից իջել է։ 50-ից իջել է եւ երկիրը հայտնվել է ծանրության կենտրոնի կորստի առաջ, որի հետևանքով շատ բան տատանվում է Ամերիկայում, անգամ արտաքին քաղաքականության մեջ, որը միշտ կոշտ ա եղել, ներքին քաղաքականության տեսակետից կոշտություններ են իհայտ գալիս, որոնք մինչ այդ գոյություն չունեին։ Ինչու՞, որովհետև ծանրության կենտրոնը չի կարելի կորցնել։ Մեր ծանրության կենտրոնը մենք չենք կորցնել եւ կամայական իշխանություն պետք է հիշի, որ սրբության սրբոցը այդտեղ ձեռք մի տվեք։ Պետք չի որ հասարակությունը կրոնի հարցերով դուրս գա փողոց։ Գիտեք, անցած շաբաթ Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կաթողիկոսի կողմից կարգալույծ արված Աբեղայի հոգևորականի քարոզին պատարակին եւ նա պատրաստում է Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստում է նաեւ այս կիրակին նույնպես մասնակցել։ Լարումը գնալով ավելանում է եւ արտակալիկա չի ավելանում, փեղեկման փորձ է դրսևորվում։ Եկեղեցու փեղեկման փորձ չի կարելի անել ոչ մի դեպքում, որովհետեւ եկեղեցու օրենքով որևէ մեկը, որը կարգալույծ է եղել, ոչ իրավունքը ունի որևէ ծիսակարգ իրականացնել եկեղեցում, ոչ իրավունքը ունի քարոզխոսություն անել եկեղեցում։ Այսինքն դա ապօրինի ընթացք է, հա մեր իշխանությունները կարող նույնիսկ ծայրահեղ բաներ էլ հայտարարեն, որ գիտեք ինչ կա, եկեղեցու տարածքը դա պետական տարածք է, այդ տարածքները մենք կարող ենք վերադարձնել եւ այլն, ուղղակի մի բան էլ էլի մեր նման պետությունները, որոնք մեծ չեն, նրանք այնուամենայնիվ այդպիսի, այսպես ասած, համահասարակական խնդիրները լուծելու ժամանակ, երբ որ դրսևորում են ծայրահեղականություն, նրանք պետք է ունենան համաշխարհային առանցքների, այսպես կոչված գերտերությունների սատարումը, ինչպես ասենք Մոլդավիան ունի, հա, Ուկրաինայում ասենք մեկ-մեկ ծեծում են ինչ-որ հոգևորական այն, հիմա էլ չեն անում, որտեղ վախեցել են լրիվ։ Բայց հիմա նման երևույթներ չկա, անկախ այս իրավիճակից, այս դրսևորումներից։ Չէ, դե կարող է դրան էլ հասնի, հիմա ինչ ասես, ուղղակի ես ուզում եմ ձերբակալություններ կան, հիշացնեմ, հա, դա եթե ձերբակալություններ կան այդ մասին արդեն բացասական է խոսվում եւ վերջին հաշվով գալու է նաեւ այն պահը, երբ որ բացատրվելու է, որ գիտեք դուք հայտնվել եք համակարգային ճգնաժամի մեջ եւ իշխանության միայն փոփոխությունը պարզ քվեարկությամբ, այսինքն ընտրությունների միջոցով ամենաբարորակ ելքն է մեր հասարակության համար։ Հա, ոչ մի խնդիր այդ առումով ես չեմ տեսնում, որովհետեւ դա իսկապես աշխարհի
գոյություն ունեցող թելադրական ուժերի կողմից ինչ որտեղ կդրվի, քանի որ գործում է, չգիտեմ, ով ինչքան գիտի, բայց գործում է աքսիոմատիկ օրենք, որևէ անհատի կամ նրա թիմի համար չեն կորցնում հասարակությունը։ Եթե դու մտել ես համակարգային ճգնաժամի մեջ, ուրեմն դու պետք է թողնես հեռանաս, դրա համար եմ ես ասում, որովհետեւ մենք ով չի կորցնի, ում մասին է խոսքը։ Ավելի կոնկրետ։ Ավելի կոնկրետ կամայական իշխանությունը, որը հասարակությունը մտցրել է համակարգային ճգնաժամի մեջ, ինչպես ասենք ժամանակին, երևի թե ավելի բարձր քան մեր իշխանությունները համարում ունեցող Սաակաշվիլին էր մեր հարևանն, էլի, եւ մեր հիշողության մեջ նստած ինչ ներկայացվեց նրան, որ դու համակարգային ճգնաժամի մեջ ես հիմա եւ դու իհարկե պետք է զիջես։ Ով ներկայացրեց։ Ով ասաց։ Կոնսոլիդացված արևմուտքը ներկայացրեց եւ ասաց, որ պետքա մեր մարդուն զիջես, կաթողիկոսը եւս հանդես եկավ այդ ուղղության վրա։ Իվանիշվիլին արևմուտքի մարդն էր։ Հակառակն են ասում։ Եվ Իվանիշվիլի իշխանության ժամանակ արևմուտքը կասեցրեց։ Բերեք հիմա լավ, շատ լավ։ Ես ձեզ հարցը տամ այդ դեպքում էլի։ Չէ, ես ձեզ հարցը տամ։ Դուք ասում եք Իվանիշվիլին արևմուտքի մարդն էր, գոյություն ունի միլիարդատեր, որը արևմուտքի մարդը չի։ Դուք ասում եք Իվանիշվիլին արևմուտքի մարդն էր, ես հիմա հարցնում եմ։ Կարապետյանն արևմուտքի մարդն է, նա միլիարդատեր է եւ բոլոր միլիարդատերները հատկապես այն ժամանակ խորը կախման մեջ էին դոլարի համակարգից եւ ոչ մեկը իր բարձի տակ չէր դնում իր միլիարդը, գլուխը դնում վրան քներ։ Այդ ամեն ինչը շրջաբերվում էր համաշխարհային բանկում, այդ համաշխարհային բանկում տեղի ունեցող կամայական 7 տատանումը New York City Bank-ում պետքա գրանցվեր եւ բոլորը գտնվում էին, այսպես ասած, խեղտողակի մեջ։ Այդ դեպքում ինչի դադարեցրեցին եվրոինտեգրումը Վրաստանի, արևմուտքը Եվրոպան ինչի դադարեցրեց։ Չարլեզները պնդում են, որ 2.5 միլիարդ դոլար սառեցվեց, 2.5 միլիարդ դոլար ինչ որ միտեղից օգնություն եկավ սույն անձին, այս իհարկե ասեկոսեների շրջանակ եմ ասում։ Այսինքն դուք չեք իսում արևմուտքի այն կարծիքը եւ հայտարարությունները, որ Իվանիշվիլին իր իշխանությամբ, իր կուսակցությամբ դա ռուսական ազդեցության իշխանություններ են, գոյություններ եւ նրանք հիմա ես նորից եմ կրկնում էլի այն ժամանակվա որևէ միլիարդատեր, որը չլիներ արևմուտքի մարդը, գոյություն չուներ։ Իսկ Սամվել Կարապետյանը այս դեպքում նա լիքը դոլարներ ունի եւ դոլարային գնահատմամբ է լիքը դոլարներ ունի, ինքն էլ է եղել որոշակի հարաբերությունների մեջ իհարկե չի կարող չլինի, որովհետև եթե դոլարները շրջաբերվում են համաշխարհային բանկով, միշտ կարելի է դա սառեցնել, միշտ կարելի է դա ձերբակալել այդ գումարները եւ այլն, դու պետք է իմանաս քո տեղը ամեն դեպքում։ Այդ որ մենք պատկերացնում ենք, որ նրանք բացարձակ ազատությամբ են գործում իրանց կյանքում, չէ, նրանց ազատության սահմանափակվածության աստիճանը շատ ավելին է, քան շարքային քաղաքացիություն։ Հիմա Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակված է իհարկե Հայաստանի բանտում, բայց ամեն դեպքում նրա իրավունքները Ռուսաստանն է կսահմանափակի թե արևմուտքը։ Ոնց կսահմանափակի իրավունքները։ Ինչպես դուք եք ասում, ցանկացած դոլարային միլիարդատեր որտեղում են։ Դա պետք է ունենա լավ հարաբերություններ արևմուտքի հետ, պետք է ունենա լավ հարաբերություններ, թե ինքը Ռուսաստանի քաղաքացի այև ունի այնտեղ Մոսկվայում երկրորդը իր խոշորությամբ անշարժ գույքի սեփականությունը, ուրեմն պետք է այնտեղ լավ լինի իր հարաբերությունները տվյալ իշխանությունների հետ, որտեղ շատ լավ հասկանում ենք, որ դա խոցելիության հսկայական դաշտ է եւ ոչ մի շարքային քաղաքացի համանման խոցելիության դաշտ չունի։ Մի հարց էլ եկեղեցուց, պարոն Խաչատրյան, իշխանությունները իրենց լարվածությունները նաեւ մեկնաբանում են այն հանգամանքով կամ այն պատճառաբանությամբ, որ եկեղեցու վերնախավը Բարձրաստիճան կաթողիկոսը, նրա եղբայրը եւ այլ Բարձրաստիճան հոգեվորականներ ավելի շուտ գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ եւ ինչ որ անում են, դա այդ ազդեցությունից է բխում։ Երեք իշքա, երբ որ ասում են գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ, հայոց առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, ես մեկ անգամ նշեմ, արդեն երկու անգամ նշել եմ չնայած, եւ նա ունի կապեր ամբողջ հայկական սփյուռքով մեկ։ Եվ պատկերացնել, որ նա հենց Ռուսաստանին է խիստ կապված, Ռուսաստանի հետ կարող է լինի ինչ-որ չափով կապված, ինչ-որ չափով Ամերիկայի հետ, ինչ-որ չափով Ֆրանսիայի հետ, ինչ-որ չափով Գերմանիայի հետ, որովհետեւ բոլոր տեղերում հայկական սփյուռքը ներկայացնում է ինչ որ կշիռ։ Ես չեմ ասի Բուրկինա Ֆասոյում է ներկայացնում կամ չգիտեմ այնտեղ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչպիսին է հայերի վիճակը, կան, բայց երևի այն կշիռը չունեն, ինչ որ Ամերիկայում ունեն եւ մյուս երկրները, Ֆրանսիա եւ այլն, որ ասացինք։ Հիմա կաթողիկոսը դա անձնավորություն է, որը պետք է բոլորի հետ ունենա հարաբերություններ։ Բոլորի հետ հարաբերություններ եւ մեծ իմաստնություն, ինչը ես անձամբ զգացել եմ Թուրքիայում տեղի ունեցող մեր հոգեվոր դասի ներքին խնդիրների հետ կապված, որ ներկայիս կաթողիկոսը իսկապես գրոսմեսերական մոտեցումներ կարողացավ դրսևորել եւ Սողոմոնյան որոշում Էջմիածնից հղել իր ենթականերին այնտեղ չառաջացնելու համար կտրուկ ցնցումներ ներքին արտաքին էլի հնարավոր է նույնիսկ պառակտման ինչ-որ խնդիրներ։ Բացի դրանից մենք պետք է նաև մի բան էլ հիշենք, որ կաթողիկոսին կարելի է հանել միայն մեկ տարբերակով։ Եպիսկոպոսած խավի կամ եպիսկոպոսած դասի որոշմամբ։ Այդտեղ մեկ հարց է քննարկվում։ Կաթողիկոսը մնացել է մեր դավանանքին, թե խախտել է մեր դավանանքը։ Ուրիշ դավանանքի է անցել։ Այդ դեպքում, հա, կաթողիկոսը հնարավոր է հրաժարեցվի։ Բայց մնացած բոլոր դեպքերում նա օցիալ է եւ նա չի հրաժարվելու։ Այս տեսակետից նաեւ պետք է հաշվի առնենք, որ ներկայիս եկեղեցին որպես կազմակերպական կառույց կայացվել է այս կաթողիկոսի կողմից, ոչ թե Վազգեն Վեհափառի կողմից, որը իմ համար աներևակայելի անձնավորություն էր, իմ կարելի ասել նույնիսկ միջլավ չի պաշտամունքային կուրք էր իմ համար, որովհետեւ որ նա ելույթ էր ունենում, դա դարակազմիկ մի հատ ելույթ էր։ Կայացնել ասելով ես չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց կայացնել ասելով ես նկատի ունեմ, որ նոր անկախ Հայաստանը ի վիճակի չէր կայացնել եկեղեցական կառույցը Վազգեն Վեհափառի օրոք, Գարեգին առաջինի օրոք աշխատանքի առյուծի բաժինը իրականացրել է ներկայիս կաթողիկոսը, հետեւաբար եպիսկոպոսած դասը մի զգալի չափով նրա ձեռամբ եպիսկոպոսության ձեռնադրված մարդիկ են։ Եվ այս տեսակետից պետք է դա էլ հիշենք, որ 1001 բան սկսած պիոներ պալատները ազգային մշակույթի օջախների վերածելուց այս կաթողիկոսը արել է։ Դա առանձնակի չի ռեկլամվել, բայց դա պետք է ամեն Եվ հենց իր կաթողիկոսության շրջանում, նաև նախկին իշխանությունների օրոք ոչ հիմա, բազմաթիվ հրապարակումներ կային, նաև ճոխության վերաբերյալ հրապարակումներ Բարձրաստիճան հոգևորականների կողմից, հիշում եք, Կճոյանի վերաբերյալ եւ ոչ միայն։ Հիմա էլ արդեն կամաց աստիճանաբար ինչ որ բաներ նման բացահայտվում են, օրինակ այդ Արագածոտնի թեմի այդ տարածքներում գտած տարբեր տարադրումներով խոշոր գումարները, ոսկի, արծաթյա եւ խոշոր այդ մի խոսքով բազմաթիվ հրապարակումներ կան ու նախկին ու ներկա հոգեվորականները նույնպես սպառնում են, որ դեռևս Այն ոնց ենք պատկերացնում, դա հայոց առաքելական եկեղեցու տրադիցիայի մեջ եղել է, թե չէ։ Այս ժողովրդված հարցը։ Հենց կոնկրետ է, էլի որ պետք է լինի ինչ որ գումարներ պետք է լինեն եկեղեցում, էսեն, որտեղից են այդ գումարները։ Որսի մոտավորապես պատկերացնենք։ Ինչի եկեղեցու ինչ որ Չէ, մոտավորապես ես ձեզ հարցնում եմ, դուք ոնց եք մտածում, ավանդաբար դա եղել է մեր եկեղեցում, թե նոր է առաջացել։ Երբ որ ասում եք ավանդաբար, այդ ժամանակ հավանաբար ֆինանսական կառույցներ չկային եւ թափանցիկ։ Չէ, ֆինանսական կառույցներն էլ կային, հայերը ավելի մեծ դեր էին խաղում աշխարհի բախտի մեջ, չինական շուկան նրանցներ 16-18-րդ դարերում, հնդկական շուկան հայերինն էր, մեծ մետաքսի ճանապարհով մեկ սփռված են հայոց եկեղեցիները։ Այնս տեղերում, որտեղ չեք էլ պատկերացնի, Կիրգիզիայում, Ճանշանում, չգիտեմ, որտեղ ասեք այդ եկեղեցիներ կան, եկեղեցիները եղել են դրամատուն, եղել են թաքստոց, եղել են պահուստարան, կամայական, փակ, հայկական, կառույց, ամբողջ աշխարհով մեկ գործող, շուրջ 3000-ի կարգի եղել են։ Իր կանոնադրությունը պետք է ուղարկեր Էջմիածին, որպեսզի օրհնվեր կաթողիկոսի ձեռամբ դրվեր այնտեղ որպես արխիվ, որը թալանեց ռուսական կայսրությունը հենց մենակ դրա համար ամեն ինչ հետ տվին, շատ քիչ կորուստներ ունեցանք, բայց այդ այսպես կոչված
փակ հայկական կազմակերպությունների կանոնադրությունները հետ չտվին։ Պարոն Խաչատրյան, եւ մի վերջին հարց է այս թեմայով։ Դուք ասացիք, որ պետք է մտավորականությունը փորձի միջնորդի դեր խաղալ։ Եթե անգամ փորձի, եթե անգամ նման գործընթացներ գնան, դուք հավատում եք, արդյոք իշխանությունները եւ եկեղեցին նույնպես կարմիր գիծը չեն հատել եւ այդ հաշտությունը կարող է կայանալ, տեղ ունենալ։ Կամ գոնե լարվածություն։ Իրական մտավորականների ես ասում եմ ներող կլնեք, ինչ ես փափուկ գրեով մտավորականներին նկատի ունեմ, էլի ոչ թե կոշտրայով։ Ես համարում եմ, որ այո, մտավորականները դրանք ամենամեծ ուժն են այսպիսի իրավիճակները հաղթահարելու։ Այնուամենայնիվ կհաղթահարի։ Ես համարում եմ, որ այո, եթե այդ փաստարկները դրվեն սեղանին, եթե քննարկվի, եթե պարզ դառնա, որ այն ճանապարհը, որով մենք գնում ենք, դա բերելու է շատ ավելի մեծ կորուստների, քան ենթադրում են շատ-շատերը, այդ ժամանակ ոչ մեկը ցանկություն չունի էլի ինքնասպանություն գործելու։ Բոլորն ուզում են ապրել։ Եվ այս տեսակետից ճիշտ կլինի, որ եւ իշխանությունները իրենց շրջանակը, ասենք, փորձեն սպասարկել ավելի էֆեկտիվ, ավելի բարձր մակարդակի վրա չառաջացնեն այդ համակարգային ճգնաժամը դեպի տանող իրավիճակներ եւ եկեղեցին անդրադառնա այն ամենին, ինչը որ կներկայացվի որպես այսպես կոչված բաց ինֆորմացիա եւ հետեւություններ անի դրանից, եթե կարիքը կունենա կազմակերպական հետեւությունների, ուրեմն նաեւ կազմակերպական հետեւություններ անի։ Դուք կրոնագետ փիլիսոփա լինելուց զատ նաև քաղաքական գործիչ եք եղել, պատգամավոր եք եղել եւ վստահ եմ, որ դուք ունեցել եմ եւ ունեմ զավեշտական։ Եվ հիմա ձեր այդ մեղքերից ելնելով, բնականաբար դուք չեք կարող չհետևել քաղաքական իրադարձություններին, առաջիկայում ընտրություններ են 6-7 ամիս հետո, քաղաքական ուժերը արդեն դիրքավորվում են, երևի նրանց տորաբանության էլ ավելի խստացումն էլ դրանից է բխում, որ ընտրություններ ենք սպասում։ Ինչ զարգացումներ եք դուք տեսնում, ինչ կարող է լինել, իշխանության փոփոխություն կարող է լինել, թե ոչ, թե ընդդիմությունը այնուամենայնիվ որքան էլ շատ է բազմազան է, այնքան ուժեղ չի, որ իշխանություն փոփոխի, այնուամենայնիվ իշխանությունների վարկանիշը որքան էլ իջնում է, ամենաբարձրն է քաղաքական ուժերի մեջ։ Մի բանից սկսեմ, էլի, եթե դեմ չեք, նախորդ ընտրություններից Մեր նախորդ ընտրությունները եղել են 21 թվականի նկատի ունեք։ Նախորդ ընտրությունը մեզանում եղել է չարյաց փոքրագույնի ընտրություն։ Այսինքն նեգատիվ սելեկցիա է տեղի ունեցել։ Կա Ռոբերտ Քոչարյան իր թիմով, կա Սերժ Սարգսյան իր թիմով եւ կա Նիկոլ Փաշինյան իր թիմով։ Նիկոլ Փաշինյանը չարյաց փոքրագույն է, որպես այդպեսին ժողովրդի աչքում։ Ժողովրդի աչքում, այս երկուսի ֆոնի վրա ինքը ժողովրդի աչքում ամենայն դեպս դիտվում է որպես չայրած փոքրագույն, բայց սա նեգատիվ սելեկցիա է։ Մենք սրա վրայով անցել ենք եւ պետք է լավ հասկանանք, որ երկրորդ նեգատիվ սելեկցիան կխորտակի մեր երկիրը։ Այս տեսակետից ես համարում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ ներկայիս իշխանությունները մաս կազմեն ապագա իշխանության, որտեղ նրանք ինչ որ ձայների քանակություն հավանաբար կվաստակեն այդ ընտրությունների ժամանակ, բայց մաս լինեն իշխանության, որովհետև նեգատիվ ընտրություն նորից մեր երկիրը չի, դա կոալիցիայի անդամ լինեն, այլ կերպ հնարավոր կոալիցիայի, հնարավոր։ Հիմա ուղղակի բացատրեմ ինչու, էլի, սերմնացանի առակի պես մի բան, էլի, եթե հողագործը ցանեց սերմը եւ հաջորդ տարվա սերմերը նոր ցանք իրականացնելու համար վերցրեց ամենավատ սերմերը 2-3 տարի հետո նա սնանկանալու է, որտեղ այդ վատ սերմերը տալու են վատ պտուղներ։ Չարյաց փոքրագույնով ընտրություններ չի կարելի իրականացնել։ Սա հակացուցված է կամայական երկրին, կամայական պետությանը եւ առավել եւս այնպիսի մոնոլիտ ազգի, ինչպիսին մենք ենք։ Պարոն ամեն դեպքում ընտրություններին մասնակցելու են թե իշխանությունները եւ ձեր հիշատակած նախկին երկու նախագահների, նաեւ 3 ինչու ոչ 2 ցատարող ուժերը, այո, նաեւ նորից չարյաց փոքրագույնը կարող է կանգնել Նիկոլ Փաշինյանը։ Ահա, շատ լավ։ Ժողովուրդը ընտրելու է, ամեն դեպքում բոլորը մասնակցելու են։ Այսինքն մեր խնդիրը որպես հայ ժողովուրդ այնուամենայնիվ մի ինչ որ լույս ուղղություն գտնելն է, այլ ընտրանք այդ ամենին։ Որն է դա, որը կարող է դա լինել։ Որը կարող է դառնալ այդ մի քիչ բարդ բան է այսօր խոսալ, բայց ընդհանրական տեսակետից ելքը դա է։ Պերսոնների առումով ես չեմ ուզում խոսալ, որովհետև դեռևս շատ ջուր կա այդտեղ քաշելու, շատ զարգացումներ դեռևս կարող են տեղի ունենալ, աշխարհաքաղաքական 1001
տատանումներ ու փոփոխությունները ուղղակի են ազդելու Հայաստանի վրա եւ այսօր անշնորհակալ գործ է այդպիսի կանխատեսումներով զբաղվել է էլի Հայաստանի ներսում ես ավելի հակված եմ կիրառական ընթացքին Պարոն Խաչատրյան դուք կկրկնեք ձեր ինչպես դուք եք ասում ձեր մեղքը եւ առաջիկայում միգուցե մտնեք քաղաքականություն նորից Քաղաքականություն ես արդեն ասի որ դուրս ոչ մեկը չկա եւ ոչինչ չկա Չէ ակտիվ քաղաքականություն ակտիվ քաղաքականության մեջ մասնակցեք ինչ որ հա ցանկալի է որ մասնակցեմ նախկինում շատ ակտիվ շատ դեռևս որոշում կայացված չի ունեք մտադրություն բայց մտադրություն ունեմ որ եթե եկավ ասենք մոտիկ ժամկետներ արդեն համեմատաբար ավելի քան հիմա է հա կաշխատեմ որ իսկ որ ուժի հետ նախկինում տարբեր ուժերի հետ եք համագործակցել նո թույլ տվեք այդ հարցերին հիմա չպատասխանեմ որովհետև ընթացող զարգացումներ են այդ զարգացումները պետքա կայանան որ խոսենք թե որ ուժի հետ քննարկումներ ունեք որ ուժերի հետ ունեք քննարկումներ բազում ուժերի հետ շատերի հետ ունենք քննարկումներ եւ ես մտածում եմ որ այդ քննարկումները ասենք կարող է բերեն ինչ որ բանի կարող է եւ չբերեն եւ ստիպված լինենք վերջում կանգ առնել նրա վրա ինչը որ կա չմտնենք քաղաքականություն այնուամենայնիվ չէ չմտնելը բացառում եմ որովհետեւ որ երկրի վիճակն որ հասական է ինչ իմաստն է խոսքը մտնեք փրկեք չէ դու քո պատասխանատվությունը պետք է իրացնես որպես քաղաքացի ասում եք իշխանությունը լինի լավագույն դեպքում իշխանության մաս լինի եւ ոչ թե ամբողջական գործող արչախումբը մի բան էլ ավելացնեմ իշխանության մաս լինի միայն բարոյապարկեշտ ներկայացուցիչներով այսինքն ընդգծված Նիկոլ Փաշինյանի խմբում գոյություն ունեցող այն մարդիկ ովքեր բարոյապարկեշտ վարքի եւ ամբասիր գործունեության անձինք են իրանք Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես քաղաքականությունից դուրս չի գալու ում գիտեք որ քաղաքականությունից դուրս է եկել կորցնելով իշխանություն բան չկա նա մեր աչքի առաջ են էլի բոլորն էլի ինչա Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած բոլոր քաղաքականության մեջ են լավ ամեն դեպքում այդ դեպքում մենք գիտենք հիմնական խաղացող ուժերին եւ որքան էլ որ վայրի վերումներ լինեն որքան որ դրսից ազդեցություններ լինեն դժվար մեծ ազդեցություններ կոմբինատորիկայի տեսակետից չգիտենք Նիկոլ Փաշինյան իշխանություն կազմել եղած քաղաքական դաշտում եղած շատ բարդ հարց է այդ ժամանակ ընթացող զարգացումները միգուցե եւ ցույց կտան բայց դժվար չէ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի սատարող ուժերի ես չեմ կարծում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի Լևոն Տեր-Պետրոսյանի եւ այդ մեկը չեմ կարող ասեմ որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ առանձնակի հարաբերություններ ունեցել է ինչպիսին կլինի վերջին փուլում նրանց հարաբերությունները այսօր մենք կարող ենք ասել հնարավոր է եւ այդ հարաբերությունները վերականգնվեն հնարավոր է ոչ դժվար է ասել դե եթե քաղաքական գործիչներ են հաստված անգամ վիրավորանքները այդտեղ կարող է դեր չխաղան իսկ նոր ուժեր կհասցնեն օրինակ Սամվել Կարապետյանն է փորձում կուսակցություն հնարավոր բանավոր հասցնեն եթե ճշգրիտ կոմբինատորիկա իրականացվի այսինքն հասարակության համար անկալելի անհատների աստիճանական կենտրոնացում առանցքի շուրջ Բայց տեսեք, այս բոլոր 30 տարիներին որքան էլ 30 չասենք, թեկուզ եւ վերջին 20-25 տարիներին, որքան էլ որ փորձ եղավ նոր կուսակցություններ ուժեր ստեղծելու, բայց հիմնականը մնացին նախագահների շուրջ համախմբված ուժերը։ Կարծեք թե մյուսները շատ ավելին չեն հզորանում։ Այս անգամ էլ հավանաբար այդպես կլինի։ Այս անգամ ինչ ավելի երևի հնարավորությունը մեծ կլինի համեմատաբար, որովհետեւ սրանից առաջ արտ երկրյա ճնշման գործոնը էական չի եղել Հայաստանի վրա այնքան, ինչքան հիմա է լինելու։ Որովհետև ծայրահեղ զարգացումների մեջ ենք մտել եւ դա հնարավոր չի հաշվի չառնել եւ դա պետք է լավ պատկերացնել, որ ճանապարհը, որով մենք ընթանում ենք, լի է այնպիսի վտանգներով, որոնց դեպքում հասարակությունը պետք է այնուամենայնիվ գտնի այն եզակի լույսի ճանապարհը, որը դուրս կբերի մեզ եւ թույլ չի տա, որ 8000 տարվա երթահայ ժողովրդի ինչ որ անդունդով ավարտվի։ Իսկ ինչ ճնշման մասին է խոսքը։ Բոլորը Հայաստանը հավակնում են ունենալ իրենց կողքին, մի մասը ուզում է Հայաստանից ինչ որ հատվածներ ունենալ, մի մասը ուզում է Հայաստանը ունենալ իր թիմում եւ տարաբնույթ այսպիսի շատ դեպքերում բացարձակ տարամետ կողմնորոշումներ։ Այս պայմաններում ներքին ակտորների գործունեության հզորությունը սակավալնելու ավելի։ Այսինքն այդ նախորդող Եթե ավելի կոնկրետացնենք, հիմնականում մեր քաղաքական դիսկուրսում ընդունված է Ռուսաստան կամ Արևմուտք։ Այդ ազդեցությունները։ Ռուսաստան եւ Արևմուտքը այսօր այնքան էլ տենց չի։ Ես Արևմուտքին
համարում են, որ պետք է մի կողմ դնել Ռուսաստան եւ Ամերիկա։ Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, ինչ որ չափով միգուցե Հնդկաստան, բայց ոչ Եվրոպա։ Մերոնք էլ Թարսի նման ինչ որ Եվրոպայից հիմա զգում եմ այդ իմպուլսները, որ չէ Եվրոպան, Եվրոպա, Եվրոպան, ախր կարելի է մի հատ ուղղակի թերթել այդ եվրոպական մամուլը, մի հատ կարելի է նայել այդ ալիքները, որոնցով ընթանում են քննադատական ելույթները, որոնք բուն եվրոպական խոշորագույն մտավորականները իրականացնում։ Դրանից ելնելու եմ ես, եթե մենք այստեղ կարողանանք այդ ռեժիմը հաստատել, որ մտավորականությունը ունենա իր դերակատարությունը, իր պլատֆորմները, իր հնարավորությունները եւ այլն, մենք կունենանք արդեն կանխատեսելի զարգացումներ, ոչ թե անկանխատեսելի, որ իշխանության գլուխը մի բան որոշեց, ուրեմն դա է։ Դե չորոշեց, ուրեմն չի լինելու այդ բանը։ Չէ, ամեն դեպքում ես համարում եմ, որ Եվրոպան այսօր գիտի, որ ինքը Արևելյան Եվրոպան կորցնում է։ Արևելյան Եվրոպան ամբողջականությամբ մեջ չի։ Ինքը ուզում է Ամերիկային նորից պահի Եվրոպայում, Ամերիկան չի ուզում մնա Եվրոպայում, որովհետև հասկանում է, որ միջուկային կոնֆլիկտի մինչև կարող է հասնի գործը։ Հիմա եվրոպական երկրները գտնվում են խուճապի մեջ։ Այդ երկրները ունեն բազմաթիվ խնդիրներ։ Երբ որ Ֆրանսիա ենք անում, հա, 71 միլիարդ դոլար Ռուսաստանը պարտք ուներ դրած այնտեղ Ֆրանսիային, որ պետքա տային։ Հիմա Մակրոնը հայտարարում է, որ ոչ, մենք 25 միլիարդ ունենք, այսինքն մնացածը արդեն ծախսել է ելնելով նրանից, որ հիմնական բացարձակ, չէ, անհնար վիճակ է արդեն։ Այսինքն թույլ է տրված այնպիսի կոպիտ սխալներ, այնպիսի անցումներ է իրականացվել, Աֆրիկան են իրանցից պոկել, ատոմակայանները լավ չեն աշխատում, որովհետև այդ հումքը չեն կարողանում հայթայթել, հազար ու մի խնդիրներ Եվրոպան ունի, եւ նրա միակ հնարավորությունը մնացել է բարձրաձայնելը, աղաղակելը ուղղակի։ Հիմա նա աղաղակման չենք այդ աղաղակներով տարվում։ Ուզում ենք գնանք կնքենք Ամերիկայի հետ պայմանագիր։ Ես կողմ եմ լրիվ, կնքենք պայմանագիր ռազմավարական գործընկերության պայմանագիր, որ եթե մենք մեր վրա հարձակվեցին, Ամերիկան պատասխանատու է, ոնց որ Իսրայելի դեպքում ասենք։ Եթե Իսրայելի վրա հարձակվել են, ամերիկյան զինվորները մտան զոհվեցին հենց առաջին կռիվների ժամանակ։ Եվ Military Watch magazine-ն էլ այդ մասին գրեց հատուկ նրա համար, որ չստացի որ Ամերիկան իր վրայից այն կոմա դրել իր պարտավորությունը ստորագրված պայմանագրով։ Նույնը Ռուսաստանի հետ, այստեղ եթե Ռուսաստանի հետ չունենք, այդ կետը չունենք մենք։ Եվ ՀԱՊԿ-ը լսեք, մենք այդ կետը չունենք։ ՀԱՊԿ-ի դեպքում ունենք։ Այսինքն ՀԱՊԿ-ի դեպքում ՀԱՊԿ-ի որոշմամբ ունենք։ Ոչ թե մեխանիկական գործող կետը։ Դրա համար էլ դե բերեք մի հատ նայենք, տեսնենք, իսկ որտեղ անգել այդ որ ասում եք ինչ որ ԱԹՍ-ի է եկել ընկել, հա, բայց այդ արդյոք Հայաստանի տարածքն մի հատ մերոն գան նայեն եւ այլն, չէ, այդ ամեն ինչից արդեն մենք դա ստացել ենք, արդեն դրա դառը կերել ենք, ինչպես ասում են։ Հիմա եթե կա, ուրեմն կա ակտոր, այդ ակտորի հետ կնքենք։ Ամերիկան ակտորա, Ֆրանսիան, Գերմանիան, չգիտեմ, Իտալիան, Անգլիան այսօր ակտոր չեն։ Անգլիան մի քիչ ավելի, բայց Անգլիայի չափ խորամանկ, Անգլիայի չափ այսպես ասենք թիկունքից հարված հասցնող ես էլ չեմ տեսել էլի այն ինչ որ Անգլիան արել ոչ մեկը ասենք իրեն թույլ չի տվել այդպիսի բաներ անել էլի նրան չեմ ուզում ուղղակի որ մեր հետ հարաբերություններ որովհետև Ամերիկան որովհետև Ամերիկան դա երկիր է որտեղ զարգացումները այնուամենայնիվ բերում են մոտավորապես նրան ինչը մեզանում ենթադրվում է որ դրական է Այսինքն որ հասարակությունը պետք է լինի ծանրության կենտրոնով, մենք պետք է վերականգնենք ծանրության կենտրոնը, հանցագործությունների քանակը պետք է կրճատվի երկրում, ինչ ուզում են անեն, բայց Ամերիկան չի կարող ցած սահել պատմության թատերաբեմից։ Հա, Ամերիկան պետք է պայքարի առաջին տեղի համար, մինչև վերջ պետք է պայքարի, որ գրավի այն տեղը, որը իրան արժանի է աշխարհով մեկ։ Այս հասկանալի բան է։ Այդ եվրոպական երկրները որտեղն են ուզում գրաված լինեն, մի հատ իմանանք էլի։ Այն երրորդ, չէ՞։ Այսինքն Հնդկաստանը քանի անգամ է մեծ օրինակ եվրոպական այդ երկրների արդյունաբերական հզորությունից։ Հնդկաստանը ծախսում է այնքան վառելանյութ, որը գերազանցում է Եվրոպայի վառելանյութի 2 անգամ։ Բայց Ամերիկայի Հայաստանը Ամերիկայի համար ունի նման հետաքրքրություն, եթե հետաքրքրություն չունենա, ուրեմն չի կնքի։ Ուրեմն դու պետք է կարողանաս ներկայացնես, թե գիտեք ինչ, կայֆ որ դու գնում եք խոսալու այդպիսի երկրների, ինչպես Ամերիկան, ինչպես Ռուսաստանն, ինչպես Չինաստանն է, դուք պետք է ոչ թե խոսակ Հայաստանի շահերից, դուք պետք է խոսակ նրանց շահերից եւ այդ շահերի մեջ դասավորեք Հայաստանի շահերը։ Այդ գեղցիական մոտեցումների ժամանակն է թարգենք, էլի։
որ հա չէ գնացինք ասում ենք Հայաստանի համար այ կլինի լավ էս ինչն անես, այն ինչն անես։ Հա ինգեր դու գնացես ինչ-որ բան խնդրելու։ Դու իմացի մի բան, Ջորջ Վաշինգտոնը մի շատ լավ բան էր ասում, էլի, որ դե ֆրանսիացիները օգնեցին իրանց այդ Անգլիայի դեմ պայքարի ընթացքում։ Հիմա Ֆրանսիայում հեղափոխությունն է, ծանր վիճակա, բան գալի ասում են՝ «Մի ինչ ես ասում էլի, ոնց ենք օգնելու Ֆրանսիային, իրանք մեզ օգնել են»։ Մա լսեք, ես կասեմ ճիշտ է։ Կամայական երկրի ղեկավար կարող է օգնել կամայական երկրի, մենակ սեփական երկրի շահերի շրջանակում։ Ուրիշ օգնություն չկա։ Հիմա այս աքսիոման դրել են մի կողմ, բա չէ, գնանք կասենք, ինքն էլ կասի, հա, բան, դες բաներ չի լինում էլի աշխարհի երեսին։ Եվ ես հատուկ բերեցի այդ Վաշինգտոնի օրինակը, որ իմանա որ 18-րդ դարից չի եղել արդեն դες բան։ Շատ է, որը կարող է լինել Ամերիկայի շահը Հայաստանի դեպքում, որ գնա նման պարտականությունների ստանձնման։ Առաջինը ուրեմն Հայաստանը ունի աշխարհում երկրորդ սփյուռքը։ Առաջին սփյուռքը հասկանալի է, որ հրեական սփյուռքն է, երկրորդ սփյուռքը հայկական սփյուռքն է։ Հայկական սփյուռքը իրենց ներկայացնում է աներևակայելի մեծազորություն, որովհետև տրիլիոնից ավելի փող է վերահսկում, տարբեր թվեր են ասում, տրիլիոն ու կես, տրիլիոն 200 միլիարդ եւ այլն։ Դա որպես գործոն նա չի կարող ուղղակի հաշվից դուրս դնել, քանի որ Ամերիկայում էլ հզորագույն կառույցներ ունի։ Եվրոպայում այդքան չի։ Դրա համար էլ մենք պետք է կողմնորոշվենք կոնկրետով, ոչ թե այնտեղ աստված գիտի էլի գնացինք ու Լյուքսեմբուրգի հետ կապեցինք ինչ-որ մի բան, հետո ինչ-որ կապեցինք այդ Մոնակոյի հետ, ասենք ինչ ենք ստանում էլի։ Մենք գտնվում ենք ամենաստրատեգիական վայրում։ Մեծ Թուրան ծրագիրը իրականացվում աստեղ, դա մեր համար վտանգ է Իրանից ներկայացնում, մենք պետք է գտնենք այն հնարավորությունը, որը այդ վտանգը մեզնից հեռու տանի։ Որովհետև եթե մեծ Թուրանը ինչ որ մի գիծ վերցրել է մեր ամենահարավում, հա, այսօր եթե տենց ենք պատկերացնում, պարբերաբար երկու կողմերն էլ ասում են միջանցք ենք վերցրել։ Թե Թուրքիան ասում միջանցք, թե Ադրբեջանն ասում միջանցք։ Դրա համար գնացին Ամերիկայում կնքեցին եւ անուն էլ դրեցին այդ Թրամփի ուղի, բայց նրանք շարունակում են, ուրեմն եթե մենք գնացինք ասենք որ չէ, որովհետեւ այս մարդիկ չեն հասկանում։ Այս մարդիկ ասում են որ սա միջանցք է, այսինքն ոչ մեկ այդ մենք գործ չենք ունենալու, մենք պետք է ասենք, ուրեմն հաջորդ քայլը ո՞րն է ալնելու այս դեպքում։ Ասելու են էս նեղլիկ միջանցք է, այ ախպեր։ Չի հերիքում որ մեր ողջ հզորությունը Ադրբեջանի վրայով հասնի Միջինասիական Հանրապետության ու Ռուսաստանի հարավը պայթացնենք։ Մենակ sense կարանք պայթացնենք։ Պետքա էլի զիջվի ստեղից։ Հասկանաք, համաշխարհային քաղաքականությունը ինքը դուք կարող եք པարզ տեսնել էլի այդ քաղաք այդ ինչ որ մենք ասեցինք, տարբեր տեղեր կարամ օրինակներն էլ բերեմ, թե ոնց ա եղել, ինչ ա եղել էլի Գերմանիա լավ չէ էլի, մի Ադոլֆ Հիտլերից էլ չխոսանք, բան չանենք էլի, ես չեմ ուզում։ Մի հատ էլ ընկնենք այդ, այսպես ասած, ճահճի մեջ էլի։ Բայց իրականում դա այդպես չի։ Դա կոչվում է սալամի օպերացիա։ Այսինքն երշիկը դրած է քո առջև, մտածում ես որ դա համարյա անսահման երշիկ է, ես չեմ կարող ուտեմ։ Մի կտոր կտրելով, վերջը սպառելու ես այդ երշիկը, վերջանալու։ Այսինքն եթե մենք ունենանք ամերիկյան հովանավորություն այնպես ինչպես որ Իսրայելն ունի, մենք այդ թուրանական ձեր ներկայացրած այդ ծրագրից կարող ենք խուսափել։ Դա կարող է կասեցվել, դա կարող է դանդաղեցվել, դա կարող է փոխակերպվել այլ ծրագրի, ուրիշ երկրների միջոցով եւ այլն, եւ մենք պահպանենք մեր անվտանգության աստիճանը, որտեղ դա անվտանգության կորուստի անվիճելի երևացող օպերացիա է։ Մի հարց էլ այնուամենայնիվ եթե կարելի է կարճ, իհարկե ինքը մեծ հարց է եւ մեզ համար նաեւ, այդ դեպքում ինչպես եք հավատում կամ ինչպես է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղությանը, հետագա խաղաղությանը, նախաստորագրվեց խաղաղություն, արդեն որոշակի հարաբերությունների, գոնե բեռնափոխադրումների, բեռներ Ադրբեջանի տարածքով փոխանցումների ինչ որ օրինակներ կան, ինչ հեռանկար եք տեսնում։ Լսեք, հիմա եթե ես հարցնեմ Ալժիրի եւ Ֆրանսիայի միջև ինչ բարեկամություն կա։ Ալժիրը Ֆրանսիան օկուպացրել է ժամանակին։ Գենոցիդ է արել։ Հա, դե չէ՞ դու ասում եք որ հա մենք նրանց հետ միասին խաղաղ ապրենք, աշխատենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Չմոռանանք որ դա երկիր է, որը իր պետական քաղաքականությունը ուղղել է
ինչպես եւ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես է Թուրքիան, ուղղել են հայացյացությամբ, ներծծել են մինչև վերջ եւ ուղղել են հայակուլության ճանապարհին, որ հայերին կուլ տանք վերջանա, գնա մի վերջին հայ, մի հատ վանդակի մեջ բերենք ասենք էս էլ հայ է։ Ինչպես ամերիկյան հնդկացիներին, ամերիկացիները հանում են ինչ որ կրկեսները ցույց տալու համար, որ հա, էս էլ այդ արմատական բնակիչներն են, որոնք եղել են Ամերիկայում, բայց հիմա իրանց ռեզերվացիաներում են, դուք իրաց չեք էլ տեսնելու։ Հիմա այդ թշնամանքը, եթե Ալժիրի ու Ֆրանսիայի միջև չի անցնում, եթե այսօր Ալժիրը հայտարարում է, որ այ իմ ռազմական բյուջեն Ֆրանսիայի ռազմական բյուջեից մեծ է, թող իրան խելոք պայի Ֆրանսիան, եւ ձեռ չտա ներսում գտնվող ալժիրցիներին, այդ ալժիրցիները փախել են մեր մոտից, որովհետեւ նրանք ծառայել են ֆրանսիացիներին, նրանք պետք է իրանց հատվածը Ֆրանսիայից ստանան, որովհետեւ ժամանակին խոսքը տվել եք, այսօր փաստաթղթերը ոչ մեկին ոչ մի բան չեք տվել։ Հələ չմոռանանք, որ մի հատ էլ պասա տալիս աֆրիկյան։ Գալով մեզ պետք չի պատկերացնել, որ մենք 5 օրվա ընթացքում կարող է բարեկամանանք։ Այդ բարեկամություն ասած բանը։ Բարեկամության մասին չի, խոսքը ընդհանրապես հաշտ ապրելու, հաշտ հարևանություն անելու։ Հաշտ երբևէ ապրել ենք մենք։ Այսինքն ֆուտբոլի խաղը ընթանում զորեղ խորհրդային միության պայմաններում։ Հայաստանի թիմը Երևանի Արարատը Բաքվի նեֆտչու հետ։ Քանի որ Հայաստանի թիմը հաղթանակ է տանում, մեր ֆուտբոլիստներին մեծ դժվարությամբ կարողանում են բռանի տրանսպորտերներով դուրս բերել մարզադաշտից։ Բա ինչ անենք։ Ունենք այն ինչ ունենք։ Որն է ելքը։ Մենք չենք կարողանալու լուսին թռնել եւ լուսնի վրա ապրել, հա, այստեղ, երբ որ մենք ասում ենք, որ բերեք շտկենք հարաբերությունները եւ այլն, սա չենք տեսել, չէ՞, մեկին, որը կշտանում է ու էլ չի ուզում ուտի։ Եթե կշտացավ էլ չի ուզելու ուտի։ Չէ, հիմա ուզելու է ուտի։ Հիմա ինչ անես։ Հիմա այդ հնարավորությունը արդեն տվել ենք։ Արդեն ստեղծվել է տարաչափություն մեր տարածքում, մեր տարածաշրջանում, մեր առջև Վրաստանը փակել է ճանապարհները պատերազմի ժամանակ 44 օրյա, Թուրքիան ուղղակի մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին, հավաք է բերել են ում ասես, այսինքն սիրիական գլուխ կտրողներ, այսպես ասած, բաց քարոզչությամբ, հրապարակային քարոզչությամբ, որը չլսված բան Պակիստանի զորամիավորումներ, շքերթներ հայերի գլուխներով։ Այնուամենայնիվ հիմա դուք այդքանից հետո համարում եք, որ չէ, դե կարելի է ուղղակի մի հատ փաստաթուղթ ստորագրել եւ ամեն ինչ վերջացած է։ Այդտենց լինելու է, եթե շահերը էլի պահանջելու են։ Պահանջելու են, որովհետեւ դե իրենք խնդիր ունեն լուծելու։ Հիմա կանգնած է Իրանի հարցը։ Իրանը դիտում է դա որպես իր անվտանգությանը հասցված ծանրագույն հարված։ Իրանի հյուսիսի պատուհանը մենք փակել ենք։ Եթե դա այդ արևելք-արևմուտք ճանապարհն է, որը պայմանական ասած կոչում են Միջանցք, ուրեմն Իրանը փակվել է հյուսիսից։ Նա կորցնում է իր հմայչությունը նաև Չինաստանի համար, դա օրհասական երևի թե այդպես բառերին մի նայեք, նրա խորքում աներևակայելի վտանգներ են թաքնված։ Եվ փոխանակ մենք օգտագործենք այն ամենը, ինչը կարելի է ուղղել ընդդեմ այդ գոյություն ունեցող գործող տանդեմի եւ նրան հաջորդող միջինասիական հնարավորությունների, Պակիստանի, Հնդկաստանի վրա կախված այդ ուժի, Հնդկաստանը ու Պակիստանը անընդհատ այս տարի էլ խփեցին իրար բոլորիս աչքի առաջ։ Շարունակելու են էլի խփել է իրար։ Դրա համար Հնդկաստանը դա մեր դաշնակիցն է։ Եվ ոչ թե այն տարբերակով որ ինչ անենք, կարճ եւ ամփոփենք ավարտենք։ Կարճ հասկանանք ովքեր են ստրատեգիական մեր դաշնակիցները եւ ինչ հնարավորություններ կան ստեղծված վտանգներից դուրս գալու։ Ովքեր են մեր դաշնակիցները։ Մեր դաշնակիցներն են շահերով համընկնող Իրանը, Ռուսաստանը մասամբ ես նշում եմ հատուկ, Հնդկաստանը զգալիորեն եւ սա որպես այդպեսին պարզ երևացող հարավ-հյուսիս ուղղությունն է։ Նրա սպասարկումը իր տնտեսական կշռով աներևակայելի ծավալ է եւ գերազանցում է բազում անգամներ թուրք-ադրբեջանական միջանցք կոչվածը։ Բազում անգամներ, այս բառերը հանգարց չհամարեք, որ ձեռի հետ ասեցինք։
Հնդկաստանը ամենազորեղ տնտեսություններից մեկն է, Չինաստանը երկաթուղին բերել հասցրել է Իրան եւ Իրանից գալու է, եթե գնաց էս հյուսիս-հարավը, Հնդկաստանն ասում է, որ Հայաստանով պետք է անցնի հյուսիս-հարավը, ուրիշ տեղով ես չեմ տալնի։ Եթե գնաց, այդ նշանակում է, որ դու համենայն դեպս Ադրբեջանին կսկսես գերազանցել քո ֆինանսատնտեսական հնարավորությունների զանգվածով։ Ելքը երևաց, կարծեք թե։ Համենայն դեպս իմ տեսնելով այդպես է։ Ես չեմ կարող ասել, որ դա հենց միակ եւ բացառիկ ելքն է աշխարհի երեսին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ հրավերին։ Հիշեցնեմ, որ ես զրուցեցի կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանի հետ։